Ինչ է աղոթքի կենտրոնացումը։ Աղոթքի ժամանակ պետք է կենտրոնանալ։ Ոչ միայն աղոթքի ժամանակ պետք է կենտրոնանալ, ընդհանրապես որևէ գործ կատարելիս մարդը պետք է կենտրոնանա։ Այսինքն միտքը, օրինակ, վարպետը պետք է մտածի, շարադրի իր աշխատանքը քայլ առ քայլ, չէ՞։ Բայց դա դեռ առաջին քայլն է։ Երկրորդ, պետք է իր մտածածը փորձի իրագործել, աշխատել։ Բայց ամեն փորձը հաջողությամբ չի պսակվում։ 1-2 փորձ է անում, 3 փորձ է անում, 4-րդ, 5-րդին նոր ստացվում է։ Եվ երբ որ ստացվում է, դա դեռ չի նշանակում, որ ինքը վարպետ է, հա, դեռևս աշակերտ է, երբ որ 10-20 անգամ կանի ու անվրեպ կանի, սխալ չի գործի, 21-րդ մի հատ կվրեպի, ուրեմն վարպետի մոտ է, հա։ Երբ որ 100-րդը կանի ու մի հատ կվրեպի, ուրեմն վարպետ է։ Հիմա ինչու եմ ես այս օրինակը բերում։ Նույնն էլ աղոթքն է։ Կենտրոնացած աղոթքներու համար նախ մենք պետք է մտածենք աղոթքի բառերի մասին։ Ինչի մասին է այս աղոթքը, հա։ Պետք է մտնենք բովանդակության մեջ աղոթքի եւ պետք է ապրենք աղոթքի խոսքերը։ Աղոթքը դա երկունք է, ծնունդ է։ Առաջին անգամ բնականաբար չի ստացվի աղոթքի խոսերը ապրել, բայց պետք է ճիգ ու ջանք գործադրենք, այսինքն հասկանանք աղոթքի բովանդակությունը, խոսքերը, հայրմերը օրինակ, ինչ աղոթք է։ Մարդու ամբողջ կյանքն է, փրկagorցության ուղին է հայրմերը, չէ՞։ Հայրմեր, որ երկնքում ես, թող սուրբ լինի թող անունը, ամեն ինչ էս պատմում է Քրիստոս, քայլ առ քայլ, թե մենք ինչից սկսեցինք, որտեղ ենք եւ ուր պետք է հասնենք, քանի որ քանն է փառքայությունը, փառքը եւ հավիտյան սամեն։ Այսինքն, երբ որ դու հայրմերն աղոթում ես, դու պետք է կենտրոնանաս բառերի վրա։ Այսինքն, փորձես ապրել այն ինչ որ աղոթում ես։ Առաջին անգամ հնարավոր չստացվի, բայց երբ որ դու 1, 2, 3 անգամ վարժվում ես հայրմերի բառերի բովանդակության վրա, երբ որ ամեն անգամ ասում ես, վերարտադրվում է քո ապրումը։ Աղոթքը դա ծնունդ է, վերարտադրություն է։ Մարդը կինը քանի անգամ կարող է ծնել, ոչ շատ, մի քանի անգամ, բայց մարդը աղոթքի երկունքով 100,000 անգամ կարող է ծնել, երկնել ու ծնել։ Այսինքն աղոթքի բովանդակությունը մենք լավ պետք է հասկանանք։ Եվ երբ որ դու մեկ անգամ երկնում ու ծնում ես, երկրորդ անգամ ավելի հեշտ է լինում քեզ երկնել ծնելը։ Ամեն անգամ չի ստացվի, բայց պետք է մենք դարձնենք հաճախակի այդ երկունքը մեր աղոթքի եւ ծնունդը, հա։ Մի անգամ գոնե մենք պետք է նստենք այդ աղոթքի բառերի մասին, լրջորեն մտածենք, հասկանանք ինչ ենք աղոթում։ Եվ սաղմոսները, եւ ավետարանը, եւ հայրմերը, եւ այն աղոթները, որ նարեկը օրինակ, նարեկը ամենաբարդ աղոթքներից մեկն եմ, չի ասում, բայց մենք նարեկն էլ պետք է փորձենք հասկանալ, երկնել եւ ծնել, որտեվ ամբողջ ավետարանը մեր կյանքն է նարեկը։ Ուրեմն փորձենք առանձին մինչեւ աղոթելը նստել խոկալ, մտածել այդ աղոթքի բառերի մեջ, ապրել, ծնունդ տալ, այն ժամանակ մեր աղոթքը պատղաբեր աղոթք կլինի։ Բայց դեռ դա սկիզբն է։ Երբ որ մենք անընդհատ նույն երկունքն ունենանք 100-ից 99 երկնենք ու ծնենք, մի հատը վիժենք, ոչինչ։ Բայց եթե 100-ից 99 մենք երկնում ու ծնում ենք, ուրեմն մենք աղոթքի վարպետ ենք։ Հա։ Բայց եթե մենք միշտ երկնում ենք ու վիժում ենք, ինչպես դու ասում ես աղոթելուց միտքս ցրվում է, դու երկնում ես ու չես ծնում։ Պատկերացնեք, մայրը անընդհատ երկնի ու վիժի, չծնի, երկնի ու չծնի։ Ինչքան ծանր է, չէ՞ մոր համար երկնել ու չծնելը։ Ճիշտ այդպես էլ ծանր է մեզ համար, երբ որ մենք աղոթում ենք ու պտուղ չենք ստանում, արդյունք չի գալիս։ Ամենամեծ ծնունդը աղոթքի դա արտասուքն է։ Ասում են երկար է ճանապարհը, որ երկրից դեպի երկինք է։ Կարճ է ճանապարհը աչքից դեպի այդ։ Բայց այս կարճ ճանապարհը աչքից դեպի այդ հաղթահարում է այդ երկրից դեպի երկինք գնացող երկարամյա ճանապարհը, հա։
Ուրեմն փորձենք աղոթքի բառերը հասկանալ, բովանդակությունը հասկանալ, մտնել դրա էության մեջ եւ ամեն անգամ մեր հասկացածը, մեր իմացածը երկնել ու ծնել ամեն